Անձրևը թմկահարում էր ցինկե գոգնոցին, ստեղծելով այն միապաղաղ, խելքահան անող ռիթմը, որն այնքան հաճախ ուղեկցում է թաղումները, կարծես բնությունն ինքն է փորձում լցնել մարդու հեռանալուց հետո գոյացած լռությունը։ Ալվարդը նստած էր բազկաթոռին, ձեռքում սեղմելով ժանգի հետքերով սառը ծանր բանալին, որը գտել էր Լևոնի տոնական պիջակի գրպանում։ 40 տարի։ Ուղիղ 40 տարի այդ բանալին եղել էր այն սահմանի խորհրդանիշը, որը նրան արգելված էր հատել։ Լևոնը լավ ամուսին էր, աշխատասեր, լռակյաց, բայց հին ծիրանենիների հետևում գտնվող ավտոտնակը նրա ամրոցն էր, նրա տաճարը, եւ ինչպես երբեմն թվում էր Ալվարդին, նրա սիրուհին։ Ամեն անգամ, երբ կինը փորձում էր մոտենալ, որպեսզի կանչի նրան ընթրիքի, կամ պարզապես հարցնի, թե ինչով է նա այնտեղ զբաղվում մինչև ուշ գիշեր, Լևոնի դեմքը փոխվում էր, աչքերը դառնում էին խիստ, եւ նա խուլ, բայց հաստատակամ արտասանում էր միևնույն նախադասությունը. «Մի մտիր այնտեղ, Ալվարդ, դա քո գործը չէ, այնտեղ վտանգավոր է»։ Հարևանները փսփսում էին։ Ցանկապատից այն կողմ ապրող Սուրենը մի անգամ կատակել էր, թե Լևոնն այնտեղ կեղծ փողեր է տպում կամ թաքցնում է կուսակցության ոսկիները, բայց Ալվարդը գիտեր, որ փողի առատություն իրենք երբեք չեն ունեցել։ Նրանք համեստ էին ապրում, մեծացրել էին միակ դստերը, ամուսնացրել, եւ այդ բոլոր տարիներին ավտոտնակը փակ էր մնում բոլորի համար, բացի տիրոջից։ Հիմա Լևոնը չկար։ Նրա մարմինը հողին էին հանձնել այսօր առավոտյան, իսկ տանը խունքի եւ թառամող մեքաքների հոտ էր գալիս։ Ամուսնու հանդեպ վախը գնացել էր նրա հետ, իր տեղը զիջելով այրող, ցավոտ հետաքրքրասիրությանը, որը խառնվում էր մեղքի զգացումի հետ։ Նա ուսերին գցեց գործած շալը, ոտքերը մտցեց կրկնակոշիկների մեջ եւ դուրս եկավ պատշգամբ։ Քամին ճոճում էր ծառերի մերկ ճյուղերը, եւ ժամանակից սևացած տախտակներից սարքված ու տեղ-տեղ թիթեղով պատված հին ավտոտնակը չարագուշակ տեսք ուներ փողոցի միակ լապտերի լույսի ներքո։ Ալվարդը մոտեցավ ծանր դարպասին, որի վրա կախված էր մեծ կողպեքը։ Ձեռքերը դողում էին, եւ նա միանգամից չկարողացավ բանալին մտցնել անցքի մեջ։ Մեխանիզմը, որը հավանաբար վերջերս էր յուղվել, Լևոնը միշտ հետևում էր դրան, ենթարկվեց մեղմ չխկոցով, որը գիշերային լռության մեջ կրակոցի պես հնչեց։ Նա դժվարությամբ քաշեց փեղկը իր կողմ։ Ցխնիները երկարատև ճռացին, կարծես բողոքելով ներխուժմանից։ Մթությունից փչավ ոչ թե բենզինի կամ յուղի հոտ, ինչպես նա սպասում էր, այլ ինչ-որ չոր, փոշված եւ տարօրինակ կերպով ծանոթ մի բույր, հին թղթի եւ էժանագին օբեկոլոնի, որը Լևոնը օգտագործում էր երիտասարդ տարիներին։ Ալվարդը շոշափեց մուտքի մոտ գտնվող անջատիչը։ Առաստաղի տակ թարթեց եւ թույլ վառվեց միայնակ լամպը, լուսավորելով տարածությունը։ Ավտոտնակը գրեթե դատարկ էր։ Այստեղ ոչ մի մեքենա չկար արդեն մոտ 20 տարի, այն պահից ի վեր, երբ Լևոնը վաճառեց իր հին Մոսկվիչը։ Բետոնե հատակի մեջտեղում դրված էր միայն պարզ փայտե սեղան, աթոռ եւ հեռու պատի երկայնքով ձգվող հսկայական դարակաշար, որը ծածկված էր խիտ բրեզենտե կտորով։ Ալվարդը դանդաղ մոտեցավ սեղանին։ Դրա վրա դրված էր տետր, գրիչ եւ մոխրաման, լի ծխախոտի մնացորդներով։ Նա բացեց տետրը։ Դա օրագիր էր։ Լևոնի ձեռագիրը, մանր եւ անկյունավոր, լցրել էր էջերը ամսաթվերով։ Վերջին գրառումը արվել էր նրա մահվանից 1 օր առաջ։ Գրեթե վերջացրի։ Հուսով եմ նա կհասկանա։ Ալվարդի սիրտը թրթրաց ինչ-որ տեղ կոկորթում։ Ինչը նա պետք է հասկանար։ Նա մոտեցավ դարակաշարին եւ կտրուկ քաշեց փոշոտ բրեզենտը։ Այնինչ բացվեց նրա աչքերի առջև, ստիպեց նրան հետ քաշվել եւ ձեռքով փակել բերանը, չճչալու համար։ Ամբողջ պատը, հատակից մինչև առաստաղ, լցված էր նկարներով։ Դրանք դիմանկարներ էին, տասնյակ, հարյուրավոր դիմանկարներ արված յուղաներկով, ածուխով, մատիտով, բայց ամենասարսափելին դրանց քանակը չէր, այլ այն թե ով էր պատկերված դրանց վրա։ Յուրաքանչյուր դիմանկարի վրա ինքն էր, Ալվարդը, ահա նա երիտասարդ է, իրենց հարսանիքի օրը, ծաղկեպեսակը գլխին։ Ահա նա հղի է, ձեռքը փորին, նայում է պատուհանից։ Ահա նա կերակրում է իրենց դստերը։ Ահա նա քնած է հոգնած աշխատանքից հետո, ահա նա ծերացած, աչքերի մոտ կնճիռներով, կանաչի է կտրատում խոհանոցում։ Բայց որքան երկար էր նա նայում, այնքան ավելի ուժեղ էր ցրտի զգացումը պատում մարմինը։ Որոշ նկարներ պատկերում էին տեսարաններ, որոնք երբեք չէին եղել։
Դրանցից մեկում Ալվարդը կանգնած էր շքեղ երեկոյան զգեստով մեծ թատրոնի բեմում, կրծքին սեղմած վարդերի փունջը։ Մյուսում նա նստած էր դաշնամուրի առջև հսկայական լուսավոր դահլիճում։ Երրորդում զբոսնում էր Փարիզի ափամերձ փողոցով։ Ալվարդը հիշեց, թե ինչպես էր երիտասարդ տարիներին մինչև Լևոնի հանդիպելը երազում դառնալ դաշնակահարուվի, երազում էր բեմի, ճանապարհորդությունների մասին, բայց հետո եկավ աղքատությունը, վաղ ամուսնությունը, երեխայի ծնունդը, ծանր աշխատանքը գործարանում, նա թաղել էր այդ երազանքներն այնքան խորը, որ ինքն էլ մոռացել էր դրանց մասին։ Լևոնը գիտեր։ Նա միշտ գիտեր։ Նա ավելի մոտեցավ կենտրոնում գտնվող նկարներից մեկին։ Դրա վրա Ալվարդը լաց էր լինում։ Դա նկարված էր վախեցնող իրատեսությամբ, կարմրած աչքեր, այտուցկված դեմք։ Ներքևում գրված էր ամսաթիվը 14 մայիսի 1988 թվական։ Ալվարդը քարացավ։ Այդ օրը մահացել էր նրանց երկրորդ դուստրը, փոքրիկ Գայանեն, ով ընդամենը 3 տարեկան էր։ Նա մահացել էր մենինգիտից, այրվելով մի քանի օրվա ընթացքում։ Ալվարդն այն ժամանակ քիչ էր մնում խելագարվեր վշտից։ Նա չէր հիշում, թե ինչպես վերապրեց այդ տարին։ Լևոնն այն ժամանակ քարի պես էր, ոչ մի արցունք չթափեց։ Պարզապես աշխատում ու փակվում ավտոտնակում։ Նա ատում էր ամուսնուն այդ անզգայության համար։ Հիմա նա նայում էր նկարին եւ տեսնում շրջանակի վրա դանակով փորագրված գրությունը. Իմ մեղքը։ Ալվարդը հայացքը տեղափոխեց հաջորդ նկարին, որը թվագրված էր նույն տարով։ Դրա վրա Լևոնը ծնկի էր եկել սրբապատկերի առջև, իսկ նրա թիկունքում կանգնած էր բժշկի մութ կերպարանքը։ Ալվարդը սկսեց տենդագին քրքրել դարակաշարի ներքևի դարակում դրված թղթապանակները։ Ձեռքերը դողում էին, թղթերը ընկնում էին հատագին։ Նա գտավ բժշկական եզրակացությունը. հին, դեղնած։ Կարդալով տողերը նա զգաց, թե ինչպես է հողը փախչում ոտքերի տակից։ Ախտորոշումը ճիշտ էր դրված, բայց հիվանդանոց ընդունվելու ամսաթիվը փաստաթղթում տարբերվում էր նրանից, որը գիտեր ինքը։ Թղթապանակում կար եւս մեկ փաստաթուղթ՝ ստացական շրջանային հիվանդանոցի բժշկին Լևոնի կողմից խոշոր գումարի փոխանցման մասին, դեֆիցիտային դեղամիջոցի առաջնահերթ ստացման համար։ Ստացականի ամսաթիվը Գայանեի մահից 2 օր առաջ էր։ Լևոնը ճարել էր դեղը։ Նա վաճառել էր գյուղի հայրական տունը, ինչի մասին կնոջ հասել էր միայն տարիներ անց, հորինելով հրդեհի մասին լեգենդը։ Նա ճարել էր դեղը, բայց բժիշկը ստանալով փողը այն անմիջապես չէր ներարկել, պահելով ավելի կարևոր հիվանդի Ռայկոմի քարտուղարի որդու համար։ Լևոնն իմացել էր այդ մասին շատ ուշ, երբ Գայանեն արդեն մահացել էր։ Ալվարդը նստեց աթոռին, ի վիճակի չլինելով կանգնել։ 40 տարի նա պահել էր այդ գաղտնիքը։ 40 տարի նա ապրել էր այն գիտակցումով, որ իրենց դուստրը կարելի էր փրկել, եւ այն համոզմունքով, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ընտանիքին, չնայած վաճառված տանն ու կաշառքին։ Նա չէր ասել կնոջը, որովհետև գիտեր, Ալվարդը կգնար միլիցիա, աղմուկ կբարձրացներ, եւ այն ժամանակներում դա կարող էր ոչնչացնել իրենց ընտանիքի մնացորդները, նրան բանտ նստեցնել կուսակցական բժշկի վրա հարձակվելու համար կամ պարզապես գերեզման հասցնել կատաղությունից ու անզորության։ Նա այդ բեռը վերցրել էր իր վրա։ Նա նկարում էր կնոջ երազանքները, որոնք չիրականացան, եւ նրա վիշտը, որն ինքը չկարողացավ կանխել։ Ավտոտնակը հանցագործության վայր չէր, այլ ապաշխարության վայր։ Այստեղ անցկացրած յուրաքանչյուր րոպեն նվիրված էր նրան եւ իրենց կորսված կյանքին։ Անկյունում Մոլբերտի հետևում դրված էր վերջին անավարտ աշխատանքը։ Դրա վրա Ալվարդն ու Լևոնը, երկուսն էլ երիտասարդուց ծաղող, քայլում էին արևոտ ճանապարհով, ձեռքերից բռնած 2 աղջիկների, ավագին եւ փոքրիկ Գայանեին, ով նկարում արդեն մեծահասակ էր։ Ավտոտնակի լռության մեջ լսվեց ցածր թխկոց։ Սեղանից ընկավ լուսանկարը, որը դուրս էր սահել օրագրից։ Ալվարդը բարձրացրեց այն։ Դա հենց այն բժշկի լուսանկարն էր, արված դատելով ամենից գաղտնի, շատ տարիներ անց։ Բժիշկը ծեր էր, նստած հաշմանդամի սայլակին։ Հակառակ կողմում Լևոնի ձեռքով գրված էր. Ես հետևել եմ նրան 30 տարի։ Ես ուզում էի սպանել նրան ամեն օր, բայց ես նայում էի քեզ ու հասկանում, որ եթե ես բանտ նստեմ, դու կմնաս բոլորովին մենակ։ Ես ընտրեցի քեզ։ Ալվարդը լուսանկարը սեղմեց կրծքին եւ լաց եղավ, առաջին անգամ այս օրերի ընթացքում իսկապես բարձր եւ հեկեկալով։ Արցունքները հոսում էին ոչ թե ամուսնու համար, ով մահացել էր 3 օր առաջ, այլ այն մարդու, ում նա ինչպես պարզվեց բոլորովին չէր ճանաչում,
եւ ով սիրում էր իրեն այնպիսի ահավոր զոհաբերող ուժով, որ իր կյանքը վերածել էր կամավոր բանտարկության այս ավտոտնակում։ Կատաղությունից ու ցավից չխելագարվելու եւ նրա անդորրը սեփական հոգու գնով պահպանելու համար։ Դրսում անձրևն ուժեղացավ, լվանալով փոշին ավտոտնակի տանիքից, բայց ներսում հիմա լուսավոր էր, սարսափելի եւ անտանելի պարզ։